իր գրած բանաստեղծությամբ ելույթ կունենամ հերոսի ընտանիքի բարեկամ Գուրգեն Ստեփանյանը։ Շնորհակալություն, շնորհավորում եմ բանակի օրը եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Աբաջանյան ընտանիքի կողքին են այսօր։ Դու աշխարհ եկար, որ հերոսանաս, որ մի ողջ ազգի օրինակ դառնաս, պատվի օրինակ, թասիպ նամուսի, հանուն հայրենու հավատքի հույսի կյանքը տրեցիր Աբաջան Ռոբերտ, իրավի հերոս ընկերներիդ հետ, սրբազան քարյակ, չորսովը դարձած, այսօր երկնային զորքին միացած, մանումենցի կյաշ, Աբաջան Ռոբերտ, գրվի բռնված շակալների հետ, ապացուցեցիր արար աշխարհին, որ պարտվել չկա իրական հային, գայլին վախ չկա, թվից բորենու, դու հերոս տղա հայոց հայրենու, բորենուների մի ամբողջ բանակ ու մի գայլ տղա դրանցն եմ մենակ։ Փախուստի մասին չմտածեցիր, վերջին փամփուշտը երբ կրակեցիր, հանեցիր արդեն նռնակդ վերջին, ինչպես վայելը խելահեղ քաջին, նահատակվեցիր, մարտիրոսվեցար, լույսի պես պայծառ երկինք բարձրացար, բորենիներին դժող ճամփերով, դու արդեն ճախրող հավերժ ամպերով, թե ակաշ դնեմ հոգուս ընդերքին, ինչ էլ որ ասեմ բորենի թուրքին, մենք տես չկանգնիկ քո պահած դիրքին, կներես մեզ կյաշ, Ռոբերտ Աբաջան, և երանի քեզ ու տղերքին, որ վերջին, մինչև վերջին փամփուշտն եք պարփել, որ ոչ մի վայրկյան պարտված չենք ապրել, իսկ մենք ապրում ենք 5 տարուց ավել, նույնիսկ սկսել ենք արդեն հարմարվել, այնպես որ ներիր, այսօր չխոսեմ, հութույթ ու կյաշ ջան, կարճ կոնկրետ ասեմ, որ ճակատներիս այսպես ազգովի, չդաջվի ոչ մի խարան և պիտակ հայության հերոս Աբաջան Ռոբերտ, կյաշ մանումենցի, մենք քեզ դիրք ենք պարտք, շնորհակալություն։